Շարունակում առավոտ լուսով վիկենդը, սիրելիներս, հաղորդման այս հատվածում զրուցելու ենք Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների տեխնացու Ռուսոդան Վարդանյանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս բժշկուհի, այո, թույլ տվեք շնորհավորել ձեր մասնագիտական օրվա կապակցությամբ եւ հետաքրքիր է ձեզ համար ինչով է յուրահատուկ այս օրը։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ այս տարի շատ հետաքրքիր է, որ այսօրը համընկել է իմ բուհը ավարտելու 30-ամյակի հետ։ Այսօր մենք երեկոյան կրկնակի ենք շնորհավորում։ Այո, կրկնակի մեր ուսանողական ընկերներով պետք է հավաքվենք եւ նշենք այս օրը։ Մենք Ինչ հատկանշական է, չէ՞։ Այո, հատկանշական ստացվեց, որովհետեւ անցած տարի երբ հավաքվեցինք, պարզապես ընտրեցինք, ասեցինք երրորդ weekend-ը։ Եվ համարյա ամբողջ աշխարհից մեր համակուրսեցիները, մեր ընկերները այսօրը ֆիքսեցին եւ բոլորս այսօր երեկոյան նշելու ենք այս օրը եւ այդ իսկ պատճառով այս տարվա 25 թվի բուժաշխատողի օրը իմ համար էլ ավելի հատկանշական է։ Այո, իսկապես։ Իրոք որ այո, շատ հատկանշական է, ինչի կապակցությամբ կրկնակի շնորհավորում ենք, հաշվառնելով որ բժշկի առասարակ, մասնագիտությունը պահանջում է գիշեր, ցերեկ աշխատանք, լարվածություն, բայց ինչպիսին է ձեր առավոտները, հատկապես ոչ աշխատանքային օրերը։ Ինչպես եք արտանում, գուցե ինչ-որ մի ավանդույթ կա, որ միշտ հավատարիմ եք։ Երբ ասում ենք ոչ աշխատանքային, բժշկուհին ժպտում է։ Մի քիչ կասկածեց այդ հարցին։ Դե քանի որ մանկաբարձ գինեկոլոգ եմ, միշտ չէ որ այդ weekend հասկացությունը մեր համար է, մանկաբարձ գինեկոլոգներից համար, եւ 24/7 աշխատում ենք, այնպես է որ մասնագիտությունն է ստիպում։ Այո, մեր մեծ մասնագիտության մեջ, բժիշկ մասնագիտության մեջ կան մասնագիտություններ, ուղղություններ, որոնք ավելի կանոնակարգված ժամանակացույցով են աշխատում։ Մերը այդպես չէ, բայց փորձում ես։ Իմ սիրելի օրը այդ տեսակետից առավոտը դա Կիրակի օրվա առավոտն է, որովհետև փորձում եմ քնել մի քիչ ավելի երկար, փորձում եմ այդ օրը ըմբոշխներ սուրճը ոչ թե վազելով, այլ հենց ըմբոշխնել, հա, հենց այդ օրը չկա օրինակ ծննդկան, որ որոշել է երեխա ունենալ առավոտյան վաղ, Կիրակի օրը։ Իհարկե, ես ասում եմ այն Կիրակին, երբ որ հնարավորությունը ստեղծվում է տանը արտանալ տանը եւ փորձել սուրճը խմել դանդաղ։ Հետաքրքիր է թե որոնք են այն հատկանիշները, որ բոլոր ժամանակներում պետք է լինեն բժիշկների մոտ, ըստ ձեզ։ Բժիշկը պետք է սիրի իր մասնագիտությունը։ Ամենաառաջինը ինքը պետք է իր գործը սիրի։ Ցանկացած մասնագիտության մեջ դա այդպես է, բայց մեր մոտ եթե չսիրեցիր, դու չես կարող աշխատել, որովհետև եթե մենք կարող ենք մի քիչ ավելի լինենք, ավելի ուրախ, ոնց որ մանկաբարձ գինեկոլոգ, քանի որ դու օգնում ես կյանք պարգևել, դու մայրիկի կողքն ես, քո պացիենտը երիտասարդ է, երիտասարդ կին է, երեխա է ծնվում, այնուամենայնիվ այդ ամեն ինչի հետ միասին կա անքուն գիշերներ, կա անքուն գիշերներ պացիենտի բուժարուի անկողնու կողքը, կա այդ ամեն ինչը ինչ որ լույսավոր է մենք տեսնում ենք դա երեխայի ծնունդը, բայց դրա հետ մեկտեղ կամ դժվարին ճանապարհ ենք անցնում յուրաքանչյուր ծննդկանի հետ եւ եթե չսիրես դժվար է այդ ես միշտ ասում եմ մենք եւ մեր կլինիկական օրդինատորներին մեր երիտասարդ գոլեգաներին ասում եմ պետք է սիրել, պետք է հասկանալ որ դա է, եթե ընտրել ես, եթե գնում ես այդ ճանապարհով, ապա պետք է սիրես։ Հակառակ դեպքում շատ դժվար է։ Ասենք թե առավոտվա 4-ին, պատկերացեք 4-ին, բոլոր ծնարաններում ծնունդներ են, այդ պահին ինչ որ շտապ դեպք է, որ պետք է վազես անես կեսարյան հատում, ես այդ պահին իմ մոտ մի ժպիտ կարող է գա դեմքից, մենակ իմ չեմ, կան գոլեգաներ, որոնք ասում են ոնց եմ ես սիրում այս պահը, երբ որ դու զգում ես, որ դու շատ պետք ես, որ դու ուզում ես ամեն ինչը հասցնել, դրա հետ միասին բոլոր ծնարաններում ծնունդներ, այսինքն նոր կյանք է ծնվում, նոր կյանք է գալիս լույս աշխարհ ու դա մի ուրիշ հաճույք է, չգիտեմ, իմ մոտ բացատրեցիք արդեն իսկ պատկերացում կազմեցինք։ Այ մոտ այդ պահը կա էլի, որ ես վաղուց չեմ հերթապահում, շատ հազվադեպ եմ հերթապահում, բայց լինում է որ կարոտում եմ այդ գիշերները։ Խոսենք նաև բժիշկ-բուժարու հարաբերություններից։ Խոսենք Միշտ են դրական լինում, չէ՞։ Դա ես ուզում երևի հարցնել, թե նաև լինում են
դժվար է ասեմ եւ ումից է ավելի շատ կախված ճիշտ հարաբերություններ կառուցելը։ Իմ կարծիքով ամենակարևոր գործոնը դա բժիշկն է, որը պետք է լինի ոչ միայն բժիշկ, այլ նաեւ որոշակի հոգեբան, որոշակիորեն լինի հոգեբան եւ ունենա այդ հմտությունները, որովհետեւ օրվա ընթացքում քո դուռը կարող է թակի ցանկացած բուժառու, ցանկացած պացիենտ, ցանկացած կին կարող է լինել գալ իր ամուսնու կամ ընտանիքի այլ անդամների հետ եւ դու կարող ես առնչվել ցանկացած սիտուացիայում, ցանկացած իրավիճակում դու կարող ես հայտնվել այդ բանին եւ պետք է փորձես այդ կոնտակտը գտնել, այդ համագործակցության եզրը գտնել։ Այո, դա շատ կարեւոր է եւ ես համարում եմ, որ մեզնից է գալի, բժշկից է գալիս, բժիշկը պետք է այդ առաջին քայլը անի, որ այդ մթնոլորտը ստեղծի։ Պացիենտը իհարկե պացիենտն էլ իհարկե կան պացիենտներ, հավատք ունենա դեպի բժիշկ, այո, իհարկե։ Կան պացիենտներ, որ առաջ բայց իրենք մտնում են, դու սիրահարվում ես, դու հասկանում ես, որ հա այդ կոնտակտը կա, ու զգում ես, որ քո կողմից դու ես այդ պացիենտին վստահություն ներշնչել, դու ես ոնց որ դուր ես եկել։ Գիտեք, ոնց շատ հետաքրքիր միշտ ասվում է, որ պացիենտ բժիշկ հարաբերությունը չպետք է դուրս գա բժշկի սենյակից դուրս, հա, ոնց որ այդպեսի ինչ որ, բայց այդպես չէ։ Ես համաձայն եմ։ Հա, այդպես չէ եւ ես այսօր մոտ 25 տարի աշխատանքային փորձ ունեմ, ես ունեմ այսօր ընկերներ, որոնց հետ ծանոթացել ենք որպես բժիշկ բուժառու։ Եվ Մինչ օրս ընկերություն եք անում եւ շատ մտերիմ եք։ Այո, մինչ օրս ընկերություն ենք անում, շատ մտերիմ ենք, ապրում են աշխարհի նույնպես, հայերը մենք սիրում ենք, սփռված ենք ամբողջ աշխարհում, կան պացիենտներ, որոնք ժամանակին իմ մոտ ծննդաբերել են, ես եմ եղել մանկաբարձ գինեկոլոգի, հիմա իրենց երեխաների հետ միասին ապրում են այլ երկրներում, բայց մեկը կապը կա, միշտ հանդիպում ենք, միշտ ասենք եթե ես այդ երկրում եմ լինում դիմավորում են, միշտ ունեմ արդեն չեմ կարող ասել, ընկերուհի, ընկերուհի, որը օրինակ ինքը շատ, երբ որ առաջի անգամ ես գնացել էի, առաջի անգամ Լոնդոն գնացել էի որպես ուսանող, բայց արդեն ոչ ուսանող, արդեն հասուն կյանքում գնում ենք, ինքը ասեց ընկերուհիներով եք, ասում եմ հա, ընկերուհի տեղել է, ասում եմ ոչ, ես էլ եղել եմ մոտ 15 տարի առաջ, չալարեց, սիրուն գրեց, որ օրը ուր գնալ, որ ժամին, որ օրը, որ ասենք տեսարժան վայրը փակ է, այդպիսի հարաբերություններ կարող են սովորական հանդիպումից բժիշկ պացիենտից կարող են ծագել նման հարաբերություններ, որոնցով ես շատ պարծենում եմ եւ պահում եմ եւ միշտ դա սիրում եմ ասել։ Եվ շատ թանկ հարաբերություններ են։ Իրանք շատ թանկ հարաբերություններ են եւ դա եկել է նրանից, որ մեր համագործակցությունը, մեր կոնտակտն է գնացել։ Այո։ 25 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նշեցիք, այս տարիների ընթացքում համոզված եմ, որ եղել են պատմություններ, որ մնացել են հենց ձեր սրտի մեջ, որոնք կառանձնացնեիք։ Սրտի մեջ մի հատ պատմություն եմ, կա, որը շատ հետաքրքիր պատմություն է։ Այն ժամանակ հիմա էլ շատ չէ, բայց հիմա ոնց որ ավելի խրախուսվում է, կեսարյան հատումից հետո պետք է համարվում էր ժամանակին, որ եթե մի կեսարյան հատում, ապա բոլոր ծնունդները կեսարյան հատում։ Հետո փոխվեց մեր վերաբերմունքը, ասեցին, որ մոտ 65% կանայք կեսարյանից հետո 65-ից 70 կարող են նորից ծննդաբերել, մեկ կեսարյանից հետո մի խոսքով։ Եվ հիմա այս պահին մենք դա անգամ փորձում ենք կիրառում ենք, հա։ Նու կիրառում ենք, այո, վերջին տարիները փորձում ենք դա մի քիչ դժվար է ասել, խրախուսել, բայց փորձում ենք այդ հարցը դնել ավելի հստակ։ Բայց խոսակցությունը իմ պատմածը մի 8-9 տարի առաջվա մասին է, խոսքը գնում գալիս է մի աղջիկ, մի կին, որը ասում է, ես համարում եմ, որ իմ առաջի կեսարյանը արել են ժամանակից շուտ, այդ իսկ պատճառով երեխաս ունի խնդիրներ, վերջ, ես ուզում եմ ծննդաբերել ինքնուրույն։ Ես բացատրեցի, որ պայմաններն է, ինչն է եւ այլն, օքեյ, եկանք համաձայնություն, ասեցի, եթե այս պայմանով լինի, օքեյ, ես կվարեմ ծննդաբերությունը։ Ինքը գալիս է ընտիր իրավիճակով, մանկաբարձական մենք ծննդաբերում ենք սիրած ժամանց 4:30 առավոտ մոտավորապես էլ որ ոչ տուն կգնաս այն ժամանակ շատ ավելի ֆեյսբուքական էի շատ չեքիններ, չգիտեմ, ֆոտոներ եւ այլն, ասենք ինչ որ գրառումներ, չգիտեմ, կոմենտ, մի խոսքով, այդ պահին դե որ քունը չի տանում, գործը տարել ես, գրում եմ կրկին
առավոտ կրկին նոր կյանք գրում եմ 0400 եւ we back vaginal birth after cesarean section անգլերեն բանն եմ հապավունն եմ գրում կեսարյանից հետո բնական ճանապարհով ծննդաբերություն մեր աղջիկն էլ ծննդաբերած քնած չի ինքը ուրեմն իմ գրառումը իր էջի վրա է դնում ոնց որ գնում է տարածվում է այդ գրառումը անցնում է 3 օր իմ ուսուցիչներից մեկը զանգում է ասում է ես դու ինչ արեցիր մեր գլխին ասում եմ ինչ եմ արել ասում եմ ինչ եմ արել ասում է ես դաս եմ անցկացնում ինձ հարց են տալի կեսարյան հատումից հետո ինչ են անում հաջորդ ծննդաբերությունները դասախոսը ասում է գիտեք ոնց է կա տեսություն որ կարելի է ծննդաբերել բայց մոտապես շարից փորձանքից հեռու մեծ մասամբ նորից կեսարյան են անում այս ուսանողը պատասխանում է ոնց թե հենաս Facebook-ում բժշկուի կա, որը ինքը գրել է այնել իր ու ցույց է տալիս, ինքը տեսնում է, որ ես իրանց աշակերտն եմ, ես իրանց աշակերտն եմ, զանգում ասում է, դու էլ ուրիշ բան չունեիր անելու, ասում, չէ որ, ասի բա չէիք պարծենում, որ Ձեր աշակերտը այսօր, այո, կարծրատիպեր է կոտրում։ Այո, կարծրատիպեր են կոտրում։ Այո, ճիշտ է։ Շատ հետաքրքիր պատմություններ ու վստահ եմ, որ նման պատմություններ իրականում շատ են։ Ու նշեցիք, որ այդ ժամանակ սոցիալական հարթակներում ակտիվ եք, բայց հիմա էլ եք ակտիվ։ Ու նույն այդ ակտիվության շնորհիվ էլ կարողանում եք տարածել հանրամատչելի տեղեկություններ շատ շատերի համար։ Վարում եք ձեր բլոգը, լավ, այսպես ասենք։ Կարելի ասել, վարում եք ձեր բլոգը։ Սա օգնում է իրազեկվածությունը փոխանցել եւ կիսվել հանրության հետ նաև թե սա ուղղակի զբաղմունք է որ դուք սիրում եք։ Թե կան այնպիսի հարցեր տարածված, որ այնքան շատ են լինում, որ դուք մտածում եք, որ ավելի լավ է սոցհարթակում սրա մասին խոսել, բարձրաձայնել, որպեսզի նման հարցեր այլևս օրինակ չհնչեն։ Այո, հարցեր կան, որոնք մնում են անպատասխան։ Իմ համար ամենակարևորը, որ ես իմ պացիենտին հասցնեմ իմ միտքը, իմ օգնությունը իմ համար դա շատ կարևոր է եւ իմ համար շատ կարևոր է որ պացիենտը հանկարծակի չմնա անպատասխան դրա համար ինձ թվում էր որ եթե որ մենք գնանք այդ ուղղությամբ ես ինչ որ բան բաց կթողնեմ բայց չէ այնպես է որ ստացվում է հետեւել այդ ամեն ինչին այնպես վախենալու իմ համար դա մի տեսակ վախենալու պահ էր ամեն ինչի նորը վախենալու այո բայց այս 2 ամիսը արդեն ավելի ակտիվ այս ուղղությամբ ա գնում իմ սոցցանցերում ուրեմն աշխատանքս եւ հուսամ որ ես այդ հարցում էլ կհաջողեմ եւ օրեր առաջ ձեր էջում ներկայացնելով մի բուժառուի պատմություն գրել էիք որ մայրական ուժը իսկապես անսահման է եւ համոզված եմ որ յուրաքանչյուր պատմության հետ ուրախանում եք տխրում եք որ պահերն են ձեզ երջանկացնում գիտեք պահեր են լինում երբ որ դու ես հուսահատվում ասում ես վերջ ասենք նույն կինը երկար ժամանակ չի ստացվում բալիկ ունենալ դու ես ասում դե լավ միգուցե այն ինչ որ այսօրվա անզոր է այսօրվա բժշկագիտությունը ու այն պահին երբ որ աստծու կամքով է դա լինում թե ինչ հրաշքի շնորհիվ կինը հղիանում է կամ միշտ լինում են ինչ որ խնդիրներ գենետիկայի հետ օրինակի համար կապված եւ այսօրվա մեր գիտատեխնիկական պրոգրեսի շնորհիվ այդ խնդիրները լուծվում են եւ առողջ բալիկ ենք տալիս այդ զույգին դա աննկարագրելի պահ է բայց սա նաեւ ապացուցում է որ բժշկության մեջ չկա օրինակ 2-ին գումարած 2-ը հավասար է 4-ի ես միշտ այդպես եմ ասում երբ որ ինձ հարցում են ինչ որ հարց են տալիս ու գիտեք մաթեմատիկա չի ճշգրիտ գիտություն չի լինում են հրաշքներ այո բայց իհարկե գիտեք ինչպես ես միշտ ասում եմ տեսեք 5 տարի մեկ բոլոր մասնագիտական ասոցիացիաները փոխում են իրենց ուղեցույցները ոչ թե փոխում են այլ թարմացնում են իրենց ուղեցույցները հա եւ լինում է որ եթե դու նայես դիցուկ 2010 թվականին ու 25 թվականին այն ինչ որ գրված է 2010-ում որ կարելի է 15-ում ասում են կտրուկ չի կարելի ընդամենը 15 տարի ես միշտ ասում եմ ասենք թե մեր մանկաբարձական պրակտիկայում եթե նայենք 30-35-40 տարի առաջ կանեք գերճնշման խնդիրներով տառապող հղիության ժամանակ անգամ մահանում էին այսօր մենք 180 աստիճան փոխել ենք մեր ուղեցույցները եւ գործարակարգերը եւ պրեկլամսիա կոչված իրավիճակը ինքը արդեն այսօր ինչպես կանխատեսելի կարելի է կանխատեսել կանխարգելել եւ
ճիշտ գործողությունների շնորհիվ պահպանել եւ մոր եւ երեխայի կյանքը այնինչ ընդամենը 35-40 տարի առաջ կարող էր ողբերգական ելք ունենալ նման հղիությունը 180 աստիճան մենք փոխել ենք բժշկը եկեք խոսենք դեռ մարտահրավերներից արդյոք դրանք շատ են ու մարտահրավերի դեպքում էլ ինչպես է հաջողության հասնում ինչպես է պայքարում այո մարտահրավերները քիչ չեն ամենաառաջին մարտահրավերը նա է որ դու չես կարող կանգնել մի տեղում եւ չես կարող դոփել այդտեղ դու պետք է եւ դա մարտահրավեր է որ դու ամբողջ կյանքդ պետք է սովորես դա ուզես թե չուզես թվում է որ դա հեշտ չէ որովհետեւ անընդհատ ինչ որ բանը փոխվում է եւ դա էլ է մարտահրավեր դու պետք է հասցնես օրինակ մենք մի կոնֆերանսի էինք հրավիրված որտեղ ես հասկացա որ ռեպրոդուկտիվ ուրեմն բժշկությունը հա վերարտադրողական տեխնոլոգիաներին նվիրված գործողությունները այո ես գիտեմ քանի որ դա իմ մասնագիտության մի մասն է եւ բայց կան բուժական մեթոդներ որոնք այսօր մենք որպես մանկաբարձ գինեկոլոգներ ընդհանուր պրակտիկայի չենք կիրառում, բայց դա նորություն է, իմ համար դա մարտահրավեր է, ինչպես թե կա ինչ-որ բան, ես դեռ չգիտեմ, ու դու չնայած ամեն ինչին, չեմ կիրառել, չնայած նրան, որ դու արդեն փորձառու ես, ունես որոշակի ուրեմն պացիենտների քանակ, դու կարողանում ես բավականին շատ ախտաբանություններ կառավարել, դու ասում ես, ահա, նորություն, այդ մեր մասնագիտությունը ինք իրանով արդեն մարտահրավեր մարտահրավերները տեխնոլոգիաների կիրառումը մարտահրավերը այսօր իմ համար օրինակ դա բավականին լուրջ մարտահրավեր է պտղի սեռի կանխատեսումը դա իմ համար այսինքն հեղիանալը նկատի ունեք չէ ոչ թե կանխատեսումը երևի թե ինչ հեղիանալ ես այդ բաներին այդքան չեմ հավատում բայց դրա համար զարմացած հարցրեցի չէ խոսքը նրա մասին է որ սերով պայմանավորված այդ հղիությունների ընդհատումները դա մարտահրավեր է դա լուրջ մարտահրավեր է դա ամեն օր բախվել այս խնդրի հետ եւ լուրջ մարտահրավեր է կան նման տիպի խնդիրներ որոնք կարելի ասել բազմաթիվ են բայց մարտահրավերը այսօր մեր երկրում ուրեմն վերարտադրողական ցուցանիշի բարձրացնելու խնդիրը մենք ոչինչ բարձրացել է մոտավորապես 1.8-ի կարգի բայց մենք 2.1 2.2 2.3 պետք է ունենանք դա մարտահրավեր է մենք բոլորս պետք է աշխատենք դրա այն ուղղությամբ որ մեր մոտ ծնելիության ցուցանիշները բարձրանան իսկ մեր մոտ ցածր է համարվում այո լավ առօրյա մենք վստահ ենք որ նաև հիասթափություններն էլ պակաս չեն լինում հիմնականում ինչից է հիասթափվում ես օրինակ հիասթափվում եմ մեկ նրանից որ իմ առօրյա աշխատանքում որ հենց բուն մանկաբարձությունը այսօր մեր մասնագիտությունը որը շատ կարևոր է այդ մի փոքր այդ ցուցանիշը կորցրել է հա այդքան գրավիչ չէ ուսանողը դա պայմանավորված դժվար է այդ գիշեր-ցերեկ աշխատելը դժվարությունը դա ամբողջ աշխարհում է այդ խնդիրը բոլորն էլ փորձում են ավելի հեշտ գումար վաստակել, ավելի հեշտ պատասխանատվությունը լինի ավելի քիչ։ Դրա այդ իսկ պատճառով այդ մեր մասնագիտության այդ մի տեսակ գրավչության ասենց նվազել է իմ համար հիասթափության է մեկ հավասարում, որտեվ շատ եմ սիրում։ Դա ով մի քանի անգամ լինի այդ իրավիճակում կհասկանա, ով որ պատկերացնում է, կհասկանա, թե դա որքանով հետաքրքիր մասն է աշխատանքի այո լավ աշխատանքը մի փոքր թողնենք մի կողմ եւ հետաքրքիր թե ազատ ժամանակ եթե ունենում եք ինչ հետաքրքրություններ եւ հոբիներ ունեք ահա շատ եմ սիրում ճանապարհորդել շատ ազատ ժամանակս փորձում եմ միշտ պլանավորել այնպես որ ճանապարհորդեմ իսկ կարողանում եք պլանավորել դժվար է դա է դժվար է ամեն անգամ իմ ընկերուները որոնք բժիշկ չեն միշտ ասում են ահա ամառային արձակուրդն ենք պլանավորում
մի հատ դու նայ որ ամիսն է այս տարի ավելի թեթ է, որ մենք կարողանանք մեր պլանները իրագործենք։ Մեկ լինում է, ասենք, օրինակի համար հուլիս ամսին որոշ ծովափնյա երկրները շատ շոկ են, բայց մենք ստիպված գնում ենք հուլիսին, որովհետև օգոստոսին իմ մոտ բավական շատ կանայք է պետք է ծննդավել, չեմ կարող, կամ հակառակը, այդպես։ Շատ սիրում եմ, երբ որ Հայաստանում եմ, փորձում եմ վիկենդներս նաև բնության գրկում անցկացնել, գոնե մի փոքր կտրվել մեր առօրյայից, քաղաքից դուրս գնալ, հիվանդանոցից դուրս գալ։ Հիվանդանոցից Բժշկու հոբին ճանապարհորդություն։ Այո, մենք հասկացանք արդեն։ Հրաշալի հոբի ունեք։ Մենք բլից հարցեր ենք պատրաստել բժշկու, եթե դեմ չեք, մենք հնչեցնենք բլից հարցերը պետք է արագ պատասխանել։ Դուք պետք է բլից պատասխանեք։ Պատրաստ եք։ Այո։ Գնացինք։ Ձեր թուլությունը։ Շատախոս եմ։ Ինչն է երջանկացնում։ Լավ երաժշտություն։ Իսկ ինչն է զայրացնում։ Անխելքությունը։ Կա բառ կամ արտահայտություն, որ հաճախ եք օգտագործում։ Okay, երևի այդ okay-ն է։ Բնավորության գիծ, որ կուզեիք չլիներ։ Չունենայիք։ Շատ փափուկ եմ։ Վախենում եք։ Ինչից։ Ինչից եմ վախենում։ Պատերազմից։ Երջանկությունը նման է հեքիաթի։ Իսկ դեռ հեքիաթների հավատում եք։ Պատկերացրիք, որ այո։ Եթե ստիպված լինեք ձեր գրադարանից մեկ գիրք պահել, որը կլինի։ Ֆորսայթների սագա։ Կպահի, որտեղ կյանքը ցույց է տալիս կյանքը ընդհանրապես ինչ հարաբերություններ կարող են կյանքում լինել, իմ կարծիքով այդ գրքում են Գոլսորսի, իմ կարծիքով։ Եվ վերջում կյանքում ամենակարևորը ընտանիք։ Ընտանիք։ Շատ շնորհակալություն, եւս մեկ անգամ մասնագիտության օրվա կապակցությամբ շնորհավորում ենք ձեզ, ձեր գլխավորությամբ նաև մեր բոլոր բուժաշխատողներին, շնորհակալություն ձեր մեծ ծավալուն աշխատանքի համար, սիրելիներս, որ դուք ինչպես նաև քիչ առաջ բժշկուին նշեց 24/7 գրաֆիկով ու ռեժիմով աշխատում եք բոլորի համար։ Շնորհակալություն։ Մենք կլսենք երաժշտություն, որից հետո կվերադառնանք ու արդեն պետք է ձեզ հրաժեշտենք։